Այսօրվա քարոզը մի հատ հետաքրքիր հայտնություն ունեմ, որը ձեր հետ կիսվելու եմ, օրերը չար են։ Օրերը չար են։ Ու հետո ստորակետ եմ դրել ու գրել եմ կարեկցանք։ Մի քիչ իրար հետ չի վռնում, բայց թանկագիներս հեսա մենք նայելու ենք, թե այս ամենը ինչա նշանակում ու ինչ կապ ունի իրար հետ, ինչա ուզում ասի այսօր մեզ Աստված։ Ժամանակները գնում են, թանկագիներս, նկատել եք, ժամանակները գնում են ու ոնց են գնում, ավերադարձ, չէ՞։ Ինչ որ բան հետ գալու է, ժամանակներից չէ, ինչը գնաց, այլ հետ չի գալու, անվերադարձ գնում են։ Ու գիտեք, այս տպավորությունը, որ այն մագի կասետը սենց առաջ տվել եք, հա։ Հիմա այս նոր սերունդը չի հասկանում։ Հիմա սենց մատով խփում են ու այսքան տեղ թռնում է այդ արակ տալու պահը, չէ՞։ Բայց հիշում եք, որ ուզում ենք մի երկու երկ առաջ տային գրիչով ապրի թեմոկուրը։ Այսենց գր կամ էլ հետո մեկ էլ վիդեո մագնիտոֆոնները հելավ, այն որ սենց երկու հատ սլաք էր իրար հետևից, սխում եք ու սենց բաներ էր ելում ու թանկագինս այնպես տպավորությունը, որ այսենց կյանքը սենց այդ մեկը սխմել է այդ կոճակը, սենց ինձ մենակ ինձ է էսի թվում, թե բոլորի հետ է։ Բոլորի հետ է այդ տպավորությունը, մի քանի տարի առաջ ոնց որ էլի արագ էր, բայց էսենց չէ, էլի։ Մի քիչ հին մոդելի արագ էր։ Տարի արագանում է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, թանկագիներս, ու ամենահետաքրքիրը որն է, որ երբ որ Հովհաննեսը Պատմոս կղզում ինքը տեսավ երկինքը, հայտնության գիրքը, չէ, որ բացեց մեզի երկինքը, ինչա տեղի ունենալու, ոնց է վերջանալու, ոնց է սկսելու եւ այլն, ամենահետաքրքիրն է, որ ինքը արդեն ամեն ինչը տեսա վերջացած։ Հիմա ես մտածում եմ, որ այս ինչով որ մենք ես ու դու այսօր անցնում ենք, էսի արդեն պրծել է։ Էսի վերջացել է, ինչ որ ընթացքի մեջ ենք, որ ինքը արդեն ավարտվել է։ Ես մտածում եմ, թանկագիներս, որ մենք այն ընթացքի, որ գնում ենք, այն ընթացքը, որ շարժվում ենք, ուր որ հասնելու ենք, արդեն էդի կա։ Չգիտեմ, իմ մոտ է տենց տպավորություն, որովհետև քանի որ կյանքը գնում սենց արագանում է, ինձ էդի առիթ է տալի։ Էդի իմ սուբյեկտիվ պատկերացումն ու մտածել, ես չեմ ասում, էսի որ Աստվածաշնչից է կամ ինչ որ նոր հայտնություն է եւ այլն, բայց թանկագինես ու ամենահետաքրքիրը որն է, որ Հիսուսի համբարձումից հետո միջև այսօր մարդիկ սպասում են ինչ որ բանի ավարտի։ Ու որ նայում ես ընթացքը ժամանակը, որ գնում է, քանի գնում է ժամանակները ինչա լինում, չարանում են։ Ու այն ժամանակը, որ անցնում է, այլևս էլ հիտ չի գալի։ Ու ինքը գիտես, թանկագինս, այս աշխարհը, դա ավետարանն ասում, ինքը մի հատ հետաքրքիր բան է, ձև է բռնել։ Ինքը մտածում է, հորինում է ինչ որ բաներ, որ վերցնի քո ժամանակը։ Վերցնի իմ ու քո ժամանակը, մեր ժամանակը։ Գիտես, իմ ու քո կյանքի մեջ ժամանակը դա շատ թանկ բան է։ Շատ կարևոր բան է։ Շատ կարևոր նշանակություն ունեցող բան է, ես կասեի։ Ու գիտեք, հիմա նայեք, ինչ որ հետաքրքիր հաղորդումներ, հա, հեռուստացույցով նայում ես, մի հատ ինչ որ հաղորդում է, ու ինքը ուշադրությունն է գրավում, որ դու իրան նայես։ Օրինակ, չգիտեմ, full house, հա, ասենց ինչ որ բաներ։ Ու թանկագիներս, հիմա տեսեք, զվարճա վայրեր։ Հիմա այսօր, որ առաջ, եթե դու ուզում էիր ուտելիք գնեիր, դու գնում էիր մթերային խանութ, ընտրում էիր քո ցանկալի մթերքները, հետո վճարում դուրս է։ Իսկ հիմա մարդիկ, որ գնում են մթերք գնելու, գնում են զվարճանալու։
Այդ բանը, այդ տարգովի ցենտրը ո՞նց հայերեն է։ Առևտրի կենտրոնը, մերսի Գայանե ջան։ Առևտրի կենտրոնը գնում են միջը մթերք գնելը, ինչ որ զվարճանքներով են զբաղվում, հասկանում եք, ինչ եմ ուզում ասեմ թանկագիններս։ Կյանքից ժամանակը վերցնում է ամեն ինչի մեջ, ամեն ուր, ամենտեղ մտածում է, մտածված է, որ քո կյանքից ինչ որ բան տանի, ու գիտես ամենահետաքրքիրը որն է, որ մտածում ես դե հա ինչ եղավ, որ այս ժամանակը գնաց էլի, այս կես ժամը ինչ եղավ, ես ֆիլմ նայեցի կամ այս ժամ ու կեսը ինչ որ հաղորդում դիտեցի հետաքրքիր եւ այլն, թանկագինես, ես չեմ խոսում նրա մասին, որ էսի մեղքա, ես չեմ ուզում, որ մենք կրոնավոր ինչ որ տեսանկյունից նայենք, ես ուզում եմ, որ օգուտ լինի մեր համար։ Ես շատ հոգևոր ֆիզիկապես կարող է չէ, ես շատ այտենց օգուտի, բայց հոգևորի մեջ շատ զգայուն եմ ու ուշադիր, որ հոգևոր շահումներ ունենամ։ Էսի կարևոր է հոգևոր կյանքի ու աճի համար էսի կարևոր է։ Ու հիմա տեսեք Աստվածաշունչը ինչ է ասում թանկագիններս, Եփեսացիների 5:16 խոսքը։ Ուղղակի ես ու դու պիտի առիթ տանք կորցնելու։ Պիտի առիթ տանք կորցնելու թանկագիններս։ Հիմա տեսեք, ճիշտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Ճիշտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Ինչա ուզում ասի, որ այն ընթացքի մեջ թանկագիներս, որ մենք գնում ենք, ճիշտ, եթե մենք ճիշտ չօգտագործեցինք, մենք կարանք կորուստ ունենանք։ Մենք կարանք կորցնենք։ Կողոսացի 4-րդ գլխի Կողոսացիների եկեղեցուն է գրում, 4-րդ գլխի 5-րդ խոսքը։ Ոչ քրիստոնյաների հետ իմաստությամբ վարվեք, առիթն օգտագործելով։ Հիմա մի հատ ուրիշ թարգմանությունով եմ կարդում նույն տեղը։ Էս էլ է լավ թարգմանություն։ Հետո մենք քննարկելու ենք այս խոսքը թանկագիներս։ Նորից Կողոսացիների 4 գլխի 5-րդ խոսքը, էսի ուրիշ թարգմանությունն է։ Կարծեմ Արարատյան թարգմանությունն է, եթե չեմ սխալվում։ Իմաստությունով վարվեք դրսիների հետ եւ ժամանակը գնեցեք։ Թանկագիներս, հիմա տեսեք, ինչ կարևորություն կա, ոնց կարանք ես ու դու գնենք ժամանակը ու ինչի համար է նշանակություն ու կարևորություն տալի։ Էսի 21-րդ դարում չի այս նամակը գրվել, բայց արի ուտես, որ 21-րդ դարում էսի ակտուալ մեծ նշանակություն։ Հələ այն ժամանակ այդ կյանքը որ գնում էր, այդ կնոպկեն սխմած չէ։ Նորմալ էր գնում, բայց այդ ժամանակ էլ ուրեմն հիմա տեսեք թանկագինես, իրականում ժամանակը դա Աստծուց տված մեծ արժեք է։ Ժամանակը մարդուն որ տրված է, դա արժեք է։ Ու դու պետք է արժեքավորես այդ ժամանակը։ Եթե դու ժամանակը չարժեքավորեցիր, դու անփույթ եղար քո ժամանակի մեջ, քո կյանքում կարա քաոս հայտնվի։ Կարա քաոս տիրի։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ քո կյանքի մեջ դասավորված է ժամանակը, հա, մենք կարանք ասենք, օ, այս մարդը ռոբոտ է։ 5 րոպեն, 15 րոպեն, 15 վայրկյանը ես ազատ եմ։ Չէ, թանկագինս։ Դու ազատ ես, բայց ժամանակդ գնում է։ Դու ազատ ես, դու կարաս շատ ներողություն, ափր-ծփր վարվես քո ժամանակի հետ, այտենց ափր-ծփրել կյանքդ կանցնի։ Շատ ներողություն ես արտահայտության համար, բայց էսի իրականությունն է։ Ու էդի արկա մենք բոլորս կարող ենք տեսնել, չէ՞։ Ես այնպես բանի մասին չեմ խոսում, որ մենակ ես եմ տեսել։ Հիմա տեսեք թանկագիններս, ինչու է այստեղ առաքյալները, հա, ինչու են այստեղ սովորացնում, կարևորություն տալիս, որ ժամանակը մարդու կյանքում ինչա սահմանափակ է։ Մարդու կյանքում ինքը Աստծուց տրված կարևոր արժեք է, բայց ինքը սահմանափակ է, թանկ է, ու դրա համար ասում է պիտի այն օգտագործես իմաստությամբ ու նպատակային։ Իմաստությամբ օգտագործի ժամանակը ու նպատակային։ Հիմա երկրորդ բանը, ինչը որ միջը որ կանցնեմ երկրորդին, նայեք թանկագիններս, նպատակ ունենալը դա այդքան էլ կարևոր բան չի։ Եթե այդ նպատակին չես քայլում։ Գիտես, այսօր անկեղծ ասենք, մենք շատ նպատակներ ունենք, չէ՞։ Երազանքներ, նպատակներ։
Բայց բոլոր նպատակներին չի որ քայլում ենք։ Օրինակի համար ես նպատակ ունեմ անգլերեն սովորելու, վերասովորելու։ Բայց դա մենակ նպատակ է։ Հիմա երբ որ ես չեմ քայլում, քայլեր չեմ անում անգլերեն սովորելու, դա մնում է երազանք։ Այսինքն դա այդքան էլ կարևոր բան չի։ Կարևորը թե որ դու քայլում ես այդ նպատակին։ Դրա համար տեսեք թանկագինս, այսօր իմ ու քո կյանքում էսի շատ կարևոր նշանակություն պետք է ունենա, որ եթե մենք ինչ որ բանի վրա նպատակ դնում ենք, մենք կարևորում ենք այն, ինչքան քայլում ենք։ Հասկացաք ինչ եմ ասում։ Անցնեմ առաջ, всё, գնացինք։ Երկրորդ բանը ծախո առնելը։ Ուրեմն թանկագինս, ծախո առնել նշանակում է օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից։ Օգտվել, ըստ ասում ես, բա ոնց դու ծախսելու ես, որ ինչ որ բան ձեռք բերես, բայց դες ասում է ծախու առեք, այսինքն ձեռք բերեք։ Գիտես դու այսօր ինչ որ ձեռք ես բերում, դա քո կյանքի բարելավման համար է։ Ну կարող է պայտակ մի բան առնես Lidl-ից կամ չգիտեմ, որտից են էլ առնում, Temu-ից, հա, եւ այլն, որ այդքան էլ պետք չէ, կարևոր չէ, բայց հիմնականում ինչ ես դու անում։ Ինչ որ գնում ես քո կյանքի համար, ինչի համար որ գումարը ծախսում ես, չէ՞։ Դու դա բարելավման, այսինքն ձեռքբերում է, դա քո բարելավման համար դու լավ հագուստ ես գնում, որպեսզի քո մարմնին հարմարավետ լինի, տաք լինի եւ այլն եւ այլն։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն, երբ որ դու ինչ որ ժամանակի վրա ծախսես անում, այն քեզի օգուտ է բերելու։ Ու հետաքրքիր է, ես գտել եմ այս օրիգինալ բառի թարգմանությունը, ինքը հունարենից, բնագրում հունարեն որ գրված է, օգտագործում է բառը, ես չգիտեմ, կարող է սխալ կարդամ, exagorazo, նշանակում է ինքը բառը լիովին թարգմանումը նշանակում է լիովին օգտվել, չկորցնել հնարավորությունը, փրկել ժամանակը վատնումից։ Այսինքն ծախու առնելը ինչա նշանակում։ Լիովին ձեռք բերում, լիովին օգուտ, չկորցնել հնարավորություն, փրկվել վատնումից, այսինքն կորցնելուց դու փրկվում ես։ Դու այնպես չի որ ինչ որ բան տանուլ ես տալու։ Այսինքն երբ առիթ ունես բարին գործելու, ճշմարտությունը ապրելու, դու դա պետքա բաց չթողես քո կյանքից։ Եթե դու գիտես ճիշտը որն է, հասկանում ես, դու քո առիթը պիտի բաց չթողես։ Եթե դու գիտես որ այսպես վարվելը դա ճիշտ է, ու դու չարեցիր, դու քո հնարավորությունը քո առիթը բաց թողեցիր ու կորցրեցիր։ Անցնենք առաջ թանկագիններս, երրորդը օրերը չար են։ Այս խոսքը ստեղի ասում է, որ ամենախոցելի մարդու օրգանն է վնասվում չար օրերի մեջ։ Միտքը, օրերը չար, թանկագինես, գիտեք, մենք օրերը չար են մտածում ենք, որ սոված մնալը դա չար օր է, մրսելը եւ ինչ որ ֆիզիկական բան չունեմ ասելու, մարդկային աչքերով որ նայում ենք, դա նորմալ է ու չար է, համաձայն եմ։ Բայց մի հատ ուրիշ բան հիշեք, Հիսուսը ինչ ասեց, ասում է մի վախեցեք, որ ձեր մարմինը կսպանեն, այլ վախեցեք, որ հոգին կարան սպանեն։ Հիմա տեսեք թանկագիններ, ստեղ ուզում եմ որ акցենտ անենք նրա վրա, որ եթե այդ օրերի մեջ որ մենք ապրում ենք ու ժամանակը մենք չենք խնայում, այսի առաջինը կարա սկսի ստեղից։ Չար օրերը իրանք մտքից են սկսում։ Մտքից թանկագինս դու երբ որ միտքը տվեցիր թշնամուն, երբ որ թշնամին ուղիղ այդ բառը հայերեն դոստուպ հասանելիություն ունեցավ, շնորհակալ եմ, քո մտքի
տարածքում շատ ներողություն դու թուլանցած ես, դու պարտված ես, որովհետև ամեն գործերը մենք հիշում ենք, որ մտքից էր, չէ՞, մտքից է գալի, մեղքը գործերը, ու գիտես հիմա տես, հենց այդտեղ միտքդ շեղվեց, միտքդ տարավ, ուր է տանում, մեղքի դաշտ, շեղումները, հենց ստեղ արդեն այդ, որ մի քիչ առաջ ասում էի, հաղորդումները, զվարճանքներ եւ այլը, շեղումա, փորձություններ, մեղքով լցված չակերտավոր հաճույքներ ու ինչա, դրա մեջ սպառվում է անօգուտ քո ժամանակը, ամեն, թանկագինես միասին ենք, հասկանում ենք ինչի մասին եմ խոսում, ունես հայտնությունները արդեն, բոլոր թղթերը բացեմ ձեզ, գնանք առաջ, հիմա չորրորդը ինչի մասին էր ես խոսքը, թանկագիններս, մի քանի ոնց որ ասած սենց հայտնություն ունեմ ես փոքր նախադասության վրա, կոչ հոգևոր կյանքի արթուն ապրելու հոգևոր մարդու կոչ անում, այս խոսքը թանկագիններս, որ անտարբեր չապրես, որ կյանքը չկորցնես դատարկ բաների մեջ, որ կյանքը ապրես այնպես, որովհետև գիտես, անկեղծ ասեմ, բոլոր մարդիկ, որ ապրում են, իրանք նպատակայինը որն է, որ իրանք հաճելի մարդ լինեն, գիտես, երբևիցե չեմ տեսել մի մարդ, որ ինքը ինադու ունենց վատ բաներ անի, որ ինքը տհաճ լինի կողքինին կամ շրջապատին, բոլորը բարեկեցիկ են, բոլորը բարեհամբույր են, в общем, այդ բանի, գիտեք ինչ եմ ասում, բայց շատ քչերն են, իսկական հավատացյալները, աստվածասերները, իրանք ապրում են այնպես, որ հաճելի լինեն Աստծուն, հաճելի լինեն, ու թանկագինս, նայ, եթե քո համար կարևոր է քո ժամանակը, եթե դու իրոք ուզում ես, որ մենք նախանձավոր ենք, ուզում ենք հոգևոր պարգևներ, հոգևոր կյանքի աճ, հա, ուզում ենք բարձրանանք, մոտենանք Աստծուն եւ այլն, ամեն բան լավ է, բայց թանկագինս մենք չենք կարա էդի անենք, եթե մեր նպատակը, մեր մտքի մեջ մենք էդի չունենք, որ եթե ես էսի անեմ, հաճելի է Աստծուն, հասկանում ես, հիմա խնդիր չկա, որ դու full house ես նայում, երորդ անգամ կամ չորորդ, չգիտեմ արդեն, խնդիր չկա դրա մեջ, խնդիրը նրա մեջ է, քո էդ քայլը հաճեցնում է Աստծուն, հասկանում ես, հիմա խնդիր չկա, որ դու ինչ որ մեկի մասին ճիշտը պատմում ես, ճիշտը, խնդիրը նրանում է, էդի հաճեցնում է Աստծուն, որ այդ ճիշտը քո ընկերը իմանում է, քո քույրը եղբայրը իմանում է, այն մյուս քրոջ եղբոր մասին, հասկանում ես, էսի է կարևորը, թանկագինս, էսի է, որ ինչի համար ասում է, իմաստությամբ վերաբերվեք, ոչ քրիստոնյաների հետ, այսինքն թանկագինս, որ գիտես, ստեղ տարբերություն է դնում, պետք չի, որ մենք թշնամություն անենք անհավատների հետ, պետք չի, որ անհավատների հետ ինչ որ ապացույցներ եւ այլն, իրանց հետ այսինքն իմաստության վարվել ինչ է, որ շահենք իրանց, անես չանենք, որ փախնեն մեզանից եւ այլն, չէ, իմաստուն վարվելը, այսինքն ձեռք բերելը, եթե այսօր ես հոգևոր մարդ լինելով ունեմ շատ աշխարհիկ ընկերներ, այս ինձի վնաս չի, այնպես չի, որ ես մեկը գարեջուր է սիրում, նրա հետ հանդիպելուց գարեջուր եմ վայելում, այն մեկը գինի է սիրում, նրա հետ գինի եմ, չէ, այդպես չի, ես նրա հետ եմ նույն Արսենը Աստվածահաճո, նրա հետ եմ նույն Արսենը Աստվածահաճո, այս մեկի հետ եմ նույն Արսենը Աստվածահաճո, բայց նաև իրանց հետ իմաստուն եմ, այնպես չի, որ ես
գիտես, որտեղ որ իրանք ուզում են, որ ես իրանց նման մեղավոր լինեմ, ես ուժեղ եմ իմ որոշման մեջ, իմ հավատքի մեջ։ Ես այդտեղ չկամ, դա իմ ընկերը չի։ Հասկանում ես, բայց այն ընկերը, որ ընդունում է իմ ով լինելը ու հարգում է իմ ով լինելը, ինքը կարա իմ կողքին լինի։ Հասկանում եք։ Դրա համար թանկագիններս շատ կարևոր է, որ մենք հասկանանք անցյալը, քո անցյալը, էլ չես փոխի։ Խի ապրես, անցյալը, էլ չես փոխի։ Բայց ապագան դու կարաս փոխես։ Ապագան դու կարաս խի, որտեվ այսօր է սկսում ապագան։ Այսօր քո ճիշտ որոշումով շատ ժամանակ թանկագիներս անցյալը վնասում է ապագան ճիշտ կառուցելը։ Հիշում, բայ ես սենց էի, բայ ես անենց էի, բայ ես այս մարդն էի, բայ ես այն մարդն էի։ Բա մենք ձերի ձուկ էինք ուտում։ Հիշում եք։ Հիշել էին անցյալը Ջոշուան քիչ առաջ որ ասեց Իսրայելի ժողովուրդը, բայց ձուկ եք ուտում ինչ կարգավիճակում։ Ստրուկ, ապրես։ Ստրուկ, ստրկության մեջ ձերի ձուկ էին ուտում։ Հասկանում ես, երբ որ հիշում ես անցյալը, ինքը քեզի տարմազից է անում, որ դու քո ապագան օրհնություններով լցված լինի, որ դու քո ապագան ունենաս օրհնությունների մեջ։ Դրա համար անցյալը անցավ թերթին կեջը, անցյալը Հիսուսի արյունը մաքրեց, կտրեց, փակեց։ Ու հիշում ես, որ երբ որ ջրով մկրվեցիր, ինչ արեցիր։ Մեռավին մարդը, հարություն առավ նոր մարդը Հիսուս Քրիստոսի մեջ։ Ու ինչ սկսվեց քո կյանքում։ Բարեխիղճ կյանք։ Բարեխիղճ կյանքը ո՞րն է։ Բարեխիղճ կյանք։ Այսինքն դու սկսեցիր պայքարել մեղքի դեմ։ Ասա որ քո կյանքում այդ օրվանից, որ դու ծանոթացել ես Հիսուսի հետ, որ դու ջրով մկրտվել ես, դու այսօր ավելի սուրբ ես, քան այդ օրը։ Ամեն։ Մենք գնում ենք ավելի մաքրվելու, ավելի սրբելու։ Այնպես չի, որ այսօր Հիսուսի արյունը 100%-անոց չի մաքրում ու սրբում ես։ 100%-անոց է մաքրում սրբում։ Գիտես, երբ որ դու լողանում դուրս ես գալի, դուշից կներես էլի մի հատ sense շատ ինտիմ բան եմ, օրինակ եմ բերում։ Հենց սրբիչը կախեցիր, արդեն սկսում ես կեղտոտվել։ Ու էդի այնպես չի, չէ՞ որ ասես երեք դուշ եմ արել, այսօր էլ պետք չի։ Որովհետև դու այդ օդը շնչում ես, ապրում ես եւ այլը, քո մարմինը փոշի արտադրում եւ այլն, в общем, դու կեղտոտվում ես։ Ու էդի քեզ տանում են նորից մաքրման։ Դրա համար թանկագինս, երբ որ մենք Հիսուսի հետ քայլում ենք որպես քրիստոնյա, մենք Հիսուսին հավատում ենք ու մեր ձգտումը մեջից, ներսից մենք ամեն բան անում ենք, որ հաճեցնենք Աստծուն։ Էսի հետ բարի խղճ մտանքն է։ Այսինքն ես գիտեմ, որ նստեցի, ծխեցի, էսի Աստծո դուրը չի գա։ Ես գիտես, այնքան հետաքրքիր է, որ նստած ես ու մեկի մոտ բամբասում ես, որ երրորդ մարդը Հիսուսը ելներ։ Էլի կբամբասեի։ Որ վատ բառեր ես ասում։ Որ Հիսուսը կողքդ կայնացել էր։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Թանկագինս, բայց հավատացեք, որ Հիսուսը միշտ է։ Ու գիտես, էսի որ ես ու դու հասկացանք, ու այդ չար ժամանակների մեջ այն իմաստությունը խոդի դրեցինք, հասկանում ես, եթե դու նպատակ չես դրել մի հատ մեղքից ազատվես, ու չես քայլում դեպի դա, դա երազանք է մնալու, ու կանցնի 1 տարի, 2 տարի, 3-րդ տարին, 4-րդ տարին, դու հենց այդ նույն մեղքով քայլում ես։ Ումա վնաս մեզ, ումա օգուտ
մեզ օգուտ չի, ո՞նց է օգուտ, երբ որ մենք նույն մեղքի մեջ ենք այրել։ Հասկանում եք, հիմա հենց էսա կարևորությունը, թանկագինս, մենք ուզում ենք օգուտ լինի։ Ես հավատացած եմ, թանկագիններս, մենք ավելի շատ օրհնված կլինենք առանց մեղքի, քան մեղքով կանք։ Գիտես ինչի համար, որովհետև երբ որ դու սուրբ ես, արդար ու քո ներսը սուրբ է ու արդար, դու երբևիցե չես ամաչում ու չես կաղում Աստծուց մի բան պոկել։ Դու վստահ ես։ Իմ երեխեքը, երբ որ մեր հարաբերությունները լավ է, նու էդի ամուսնանալուց առաջ էր հիմնականում։ Հիմա մենակ Ռեբեկան է մնացել։ Երբ որ մեր հարաբերությունները ցենտր, ինքը ոչ մի բան չի արել, ես իրան ոչ մի բանի համար չեմ նախատել, որ մեկը գա պապա։ Էսի կառնես, էնի կառնես, գիտես, բայց երբ որ ինքը ինչ որ մի բան այն չի արել, նու էդի շատ ռեդկե ալնում, ինքը շատ քիչ է սխալվում, էդի բուսն էր պատճառը, որ ինքը ուշացավ դասից։ Հա, այդ իր սխալը չէր միևնույնն է, ու պապան դրա համար ինչ որ բան ասել, երբեք ինքը բերանը չի բացի։ Սոված կքնի, բայց չի ասի, ու իհարկե, օրինակ եմ բերում։ Չի ասի, պապա, ես սոված եմ։ Հասկանում եք, դրա համար այդ մեր ներքին կարգավիճակը, թանկագիներս, որ մենք հաճելի ենք Աստծուն, որ մենք հաճեցնում ենք Աստծուն, որ մեր ապրածը, ասածը, մտածածը եւ այլն ամենը հաճելի է մեր Տեր Աստծուն, էդի մեզի ներսից դրդում է, որ մենք պոկենք իրանից, ուզենք իրանից մեր օրհնությունները։ Հասկանում ես, էսի ինձ ու քեզ օգուտ է։ Էսի է ինձ ու քեզ օգուտ։ Էսի է իմաստության վարվելը, հասկանում ես, ապրծպր չեմ ծախսում ժամանակս, որովհետև օգուտ եմ փնտրում։ Ու երբ որ ես Աստծուն հաճելի եմ, ես դրա մեջ օգուտ ունեմ։ Դրա մեջ իմ օգուտը շատ է, անսահման շատ է։ Ամեն, ով է իմ հետ։ Ումա հաճելի, երբ որ ինքը Աստծուն հաճելի է։ Տերը օրհնի, շատ եմ սիրում ձեզ, իմ եկեղեցի։ Իմ թանկագիներս, գնանք արդեն առաջ։ Թանկագիներս, մենք գիտենք, որ Աստված կարող է բժշկել անցյալը, կարող է նորոգել ներկան։ Անցյալը բժշկելը, գիտես ինչ, կարա ինչ որ մի հատ թեթև բան մնա, սպի, հայերեն, ոնց է, շրամ, ինչ, սպի մնա, հասկանում ես, բայց այդ սպին որ մնա, ինքը թող մնա քեզ, որ դու ուսուցիչ ես, հասկանում ես, թանկագինես, հիմա ստեղ ուզում եմ մի հատ ուրիշ տեղ գնամ, Եսայա 53 եմ ուզում գնամ, ով է գալի իմ հետ, գալիս եք, գնացինք, ով է սիրում Եսայի մարգարեությունը, հրաշալի մարգարե, հրաշալի, շնորհակալ եմ Աստծուն այս մարգարեի համար, ուզում ենք արդյոք բոլորս նմանվենք Հիսուսին, թանկագիններս, ուզում ենք, դե հիմա տենամ ով է ուզում, գիտես մենք ուզում ենք Հիսուսին նմանվենք, երբ որ Հիսուսը իշխան է, երբ որ Հիսուսը թագավոր է, երբ որ Հիսուսը ուժեղ տղա է թորանից նման, հա? Բայց արդյոք կարանք մենք Հիսուսին նմանվենք այն ժամանակ, երբ որ նրա վերքերը բժշկեց ամբողջ աշխարհը։ Երբ որ նրա տկարությունը, նրա թուլությունը, նրա փորձությունը, նրա դժվարությունը ոչ թե առիթ տվեց Հիսուսին, որ ինքը նայեք հարություն եմ առել, ես եմ որ եմ, ես են տղեն եմ ապեր, չէ, եկավ ասավ թանկագիններս, խնդիր չկա, հեսա, եկեք կպեք, եկեք ձերք տվեք, խնդիր չկա, ես եմ ձեր հետ եմ, ձեր կողքին եմ, 53:5 խոսքը, բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց, իմ Տեր Հիսուսը և մեր անօրենությունների համար հարվածվեց,
պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա պատիժը ինձ ու քեզ բարի կյանք բերեց, թանկագիններս։ Այն բարի լույսը բերեց մեզ, թանկագիններս, իր պատիժը։ Նրա վրա ընկավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Հիմա իմ թանկագիններս, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ես ու դու մեր կյանքը վայելում ենք։ Խնդիր չկա, էսի Աստծո պարգևն է ինձ ու քեզ։ Ամեն մեկս մենք ենք Տերը մեր կյանքի, չէ՞։ Ինչպես մեր որոշումներով, չէ՞։ Ես եմ Տերը իմ մարմնի, իմ որոշումներով, ես իրան կերցնում եմ, խմցնում եմ, տերում եք, չէ՞, լավ էլ պահում եմ։ Տեղը տեղին։ Ու ամեն մեկ խնամում եմ, հա, տանում եմ բժիշկի, բերում եմ, վրան ծախսեր եմ անում։ Ու ամեն մեկս, չէ՞, հասկանում եք ինչ եմ ասում, թանկագինես։ Խնդիր չկա, բայց մեր Տերը իր շնորհքը, մեր Տեր Հիսուսը իր շնորհքը ավելի բան տվեց ինձ, որ ես ավել քան այս կյանքն ունենամ։ Հովհաննես 14, հիշում եք, չէ՞։ Ես չեկա որ դատեմ, Հիսուսը ասեց, չեկա որ ցխեմ սաղիդ, չեկա որ չափալախեմ, չեկա որ ճիպոտը առնեմ, ընկնեմ հետևներիցդ, էսի խիստ տեղարիր, այնի խին տեղարիր։ Եկա ասում եմ, որ ես բարեխոսեմ, եկա որ ես ներեմ ձեզ, եկա որ ձեզ սովորացնեմ կյանքը որն է, եկա որ ձեզ ասեմ իմաստը որն է կյանքի, որ չապրեք անօգուտ ու կյանքն այդ վերջանա գնա, ապրեք այդ կյանքում էլ օգուտ ունենաք ու նաև այնպիսի օգուտ, որ հավերժությունն է։ Այս է իր մեծությունը։ Այս է իր մեծությունը։ Հիմա թանկագինս, տեսեք, մենք էլ ամեն մեկս ունենք մեր կյանքի մեջ վերքեր։ Օրինակ Ռեբեկայի համար իր մեծ վերքը, որ երբ որ papan բարկանում է իր։ Մեր կյանքում ամեն մեկիս կյանքում էլ ինչ որ դժվարություն կա, անցել է կամ այսօր անցնում ենք, կա այդ դժվարությունները։ Քեզ շատ եմ սիրում։ Կա այդ դժվարությունները, կա։ Մարդ կա, որ կյանքի մեջ դժվարություն չի տանում։ Կան այդ դժվարություն։ Մարդ չկա, ստե որ դժվարություն չի տանում, չի տեսել։ Քո պետքը չի, վեճս այդ կոճակից կտաս ես էլ խմեմ։ Չէ, թանկագինես, նայեք։ Հիմա ես այնքան ուրախ եմ գնել ջան, քո ժպիտի համար, քո ուրախության համար, ես այնքան շնորհակալ եմ Աստծուց։ Այնքան շնորհակալ եմ։ Ու գիտես, երբ որ այդ սուրը քո կյանքի մեջով անցնում է, այդ սուրը, որ Հիսուսի կյանքի մեջով անցավ, հասկանում եք, իրան ինչ արեց։ Իրան տվեց հնարավորություն, որ ինքը իր այդ դժվարություններով ինչ որ մարդկությանը օգնություն լինի ու հնարավորություն լինի։ Ու գիտեք, երբ որ դժվարությունները մեր կյանքում այսօր անցնում են, դա երկու ուղղության է մարդուն տանում։ Կարա առողջական դժվարություն լինի, սոցիալական, ֆիզիկական, շատ ինչը մարդունն է վերաբերվում։ Մարդուն երկու ուղղությամբ է տանում, կամ չարացնում է մարդուն, փակում է, մենակությանն է տանում, կամ էլ մարդը խոնարհվում է ու սկսում է օգնել։ Այսինքն իր վերքերը դնում է գործի։ Իր դժվարությունները, որով ինքը անցել է, դա վերցնում է իրան որպես դաս, ինքը արդեն գիտի այդ ճամփով ոնց անցել։ Արդեն գիտի դա ինչ է եղել, ոնց է եղել։ Դու ունես այդ խնդիրը, լսի, ես այդով անցել եմ։ Արի ես քեզ ասեմ ձևը։ Աղոթել եմ, ծոմ եմ պահել եւ այլն։ Թանկագինս, հիշում եք Էսթեր թագուհուն։ Հիշում եք, երբ որ դժվարությունը եկավ իր բկից բռնեց։ Հիշում եք, ինչ լուր լսեց ինքը, որ կոտորելու են իր ժողովրդին։ Կարդացել եք Էսթերի գիրքը։ Կարդացեք Էսթերի գիրքը 5-6 գլուխանոց գիրքը։ Կարդացեք, շատ հայտնություններ կունենաք ու հրաշալի պատմություն է։ Դժվարությունը, վատ լուրը եկավ
բռնեց Էսթերի բկից։ Ինչ աներ Էսթերը։ Երկու ճանապարհ ուներ։ Վազեր մենակության մեջ պահկվեր։ Ինձ մեկը տենում է ինձ։ Հա? Էլ չեք տենում։ Այ Աստված իմ, ինչ անեմ։ Ոնց անեմ։ Բայց ես սրան էի արժանի, ծնողներիս կորցրեցի։ Այդքան դժվար տառապանք մանկությունս անցավ բարեկամիս մոտ։ Հիմա էլ գերի եմ ընկել։ Հա, հրաշք ես արել, ընկել եմ թագավորի պալատը։ Դուք լսում եք, չէ՞։ Չգնաք հանգարց։ Ընկել եմ թագավորի պալատը, հա, էդի քո հրաշքն է։ Բայց խի, բերիր ստեղ, որ սպանես մեզ։ Բերիր ստեղ, որ թագավորի պալատում ինձի կոտորես։ Կամ էլ Աստվածիմ, ինչ ելք ունեմ ես։ Ինչ կարամ անեմ ես։ Դուր ինձ ելք ու հնարավորություն։ Կանչեց իր հոպարին, չէ՞։ Ինչ անենք, ոնց անենք։ Ասեց ինչ ժամանակ դուր։ Ասեց գնա ազգին։ Կոչ արա, ծոմի ու աղոթքի։ Այս դժվարությունը չի եկել, որ մեզի պոկի, առանձնացնի, խորտակի։ Այս եկել է, որ Աստծո փառքը երևա։ Գիտես այն դժվարությունը, որ եկել է քո կյանքի մեջ, կանգնել է քո առաջ։ Էդի չի եկել նրա համար, որ քեզ կործանի։ Եկել է նրա համար, որ քո Աստվածը փառավորվի։ Իսկ եթե դու հաճելի կյանք ունես քո Աստծու մեջ, Էսթերը հաճելի կյանք ուներ, մենք տենում ենք, ուներ հաճելի կյանք, դրա համար ընտրված էր ինքը, ուրիշ օրինակ վերենք, հենց ինքը, մեր Տիրոջ մայրը, Հիսուսի մայրը, ուներ հաճելի կյանք Աստծո առաջ, դրա համար էլ ինչ արեց, Աստված իր կյանքի մեջ փառավորվեց, Հովսեփը ինչ արեց, խեղճ տղեն, նայի, մարգարեության համար ծախեցին ստրկության, չէ, ով է ճանաչում Հովսեփին, ով էր, Հակոբի տղեն, չէ, Աբրահամի թոռը, չէ Զորո ջան, ապրես, քուրս, հիմա տեսեք, մարգարեության համար ծախեցին, անենց զարմացած եք նայում, կարդացեք Հովսեփի գիրքը, ով այն գավաթը ուզում, կարդացեք, տաղավեր ստանեք ձեր խմբակ, թանկագինես, Աստված մարգարեական երազ ցույց տվեց Հովսեփին, Հովսեփը ելավ աղբերներին պատմեց այդ երազի մասին, աղբերները վերցին ծախեցին ստրկության, հետո ստրկության մեջ պատիվ էր գտել միտեղ ու մեղքը կանգնեց Հովսեփի դեմը, բռնեց պիջակից Հովսեփի մեղքը, արի այսօր իմն ես, գիտես ինչ արեց Հովսեփը, պիջակը թողեց փախավ, մեղքից փախավ, ուր փախավ, ընկավ բանտ, ասում է սպրավիդլիվի է էսի, հայերեն է էդի, արդար է էսի ժողովուրդ ջան, արդար էր, չէ, բայց Աստուն հաճելի էր այդ ամեն ինչը, ոնց էր իրան պահում բանտում, հաճեցրեց Աստծուն, դրա համար դարձավ թագավոր, հասկանում եք թանկագինես, պահեր կա մեր կյանքի մեջ խնդիր չկա է, որ խնդիրը եկե հասել է մեզ, խնդիրը նրանում է, որ այդ խնդիրը շլկում ենք, բայց չէ որ Հիսուսն ասեց թողեք ես շլկեմ, դուք իմը շլկեք, ես ու Ամալիայի հետ միտեղ են գնում, ամենաթեթև ռյուկզակը իրան եմ տալի, ծանրոցը, պայուսակը, ծանրները ես եմ վերցնում, ինչի համար,
որովհետև ես պատասխանատվություն ունեմ իր համար։ Ու հասկանում եք, այս պատասխանատվությունը Տեր Հիսուսը ինքը ունի քո համար, որովհետև ինքը իր կյանքը արդեն դրել է քո համար, ու հիմա էլ ինչ որ ունես ծանր բան, ինքը ուզում է վերցնի։ Ինքը ուզում է վերցնի, բայց դու պիտի տաս։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Դե համար թանկագինես, երբ որ այդ դժվարությունը գալիս է, պետք չի որ մենք թաքնվենք։ Պետք չի որ մենք Հիսուսին, երբ որ եկավ դժվարությունը, ժամանակը, ինչ արեց ինքը։ Թաքնվեց ու ասել, Աստծո որդի լինելով ինձ պիտի ստորացնեն, բայց չէ որ ես Աստծո որդի եմ։ Շատ ժամանակ մենք չէ որ ես հավատացյալ եմ, խի պիտի մեծ էս բանը լիներ։ Խի պիտի ինձի թարսնային կամ եւ այլն եւ այլն։ Խի պիտի։ Դե որ խոսքի նրա համար, որ տենան դու ոնց կպայես քեզի այդ տվյալ պարագայում։ Այ դրա համար։ Դան դու որոշում կանես, որ հաճելի ես ասում թե չէ։ Հիսուս ինչ արեց։ Հելավ Սարը, ու ասեց հայր, եթե հնարավորություն կա, այս փորձությունը չանցնի։ Այդքան բան։ Բայց քո կամքը թող լինի։ Ինքը գիտեր, բաներ կա թանկագինես, որ չենք ուզում, որը տենց զիջենք, հնազանդվենք, խոնարհվենք, բայց որովհետև դա Աստծուն հաճելի է, դա Աստծուն կհաճեցնի, դրա համար ես այդ քայլը կանեմ։ Դրա համար այդ կբռնեմ վզիցս ու կտանեմ ընդ որտեղ որ պետք է։ Դրա համար թանկագինես, երբ որ գալիս է դժվարությունը, պետք չի թաքնվել մենության մեջ, որտեղ մենակ մտքերն են կեղտոտ սատանայի իշխանության տակ, ու հենց այդ է սատանան ինչ է ուզում անել, ուզում է հոտից առանձնացնի։ Պետք է նաս արսակույեք, խնդիր է եկել, խնդրում եմ աղոթեք։ Թանկագինս, մի վախեցեք ձեր տկարությունը ցույց տալ, մի վախեցեք ձեր հիվանդության մասին խոսալ, մի վախեցեք, դա սատանան է, վայ, հանկարծ չասես, կասեն, հավատացյալ է, հովիվ է, հիվանդ է, հա, բայց խի պետք է չլինի։ Հա? Չլինի, հա, բայց ատաման գնում է, ինչ անես, Ալբերտու։ Չեմ կարում պահեմ ատամներս, ընկնում են։ Ինչ անեմ։ Հիմա ինչ եմ ասում, թանկագիններս, հենց այդ սատանան ուզում առանձնացնի, մենակացնի, որ դավայ։ Ուստի գիտես ինչ է գալի։ Թերավատությունը կաթասնում է, հետո մեկը չռ։ Ուր ես, չկաս։ Արդեն տարել է, հովը զանգում է, կամ հարցնում է, կամ քույրիկը, եղբայրը, տնային խմբակի ավակը, ուր է, ինչ է լավ։ Ժամանակ չունեմ, հայկական դպրոց եմ գնում։ Հասկանում ես, խնդիրը հայկական դպրոց գնալու մեջ չի։ Խնդիրը որ դու արդեն Աստծո հետ հարաբերություն չունես, դա է թանկագինս։ Դուք հասկանում եք, ես ոչ մեկի չեմ թերագնահատում։ Գիտեք, մի հատ ընտանիք էր եկեղեցի գալի, մեծ ընտանիք, շատ շուտ էր դա, երբ որ նոր ենք սկսել եկեղեցին։ Ուրախ բան, ամեն ինչը լավ, հավեսով։ Մեկ էլ մի օր չեն գալիս։ Այն մարդ ասում եմ, ինչ եղավ, զանգել եմ, դե գիտես, ասում Արսեն ջան, մի կիրակի ենք տունը։ Սաղս ոնց որ աշխատում ենք, մեծ ընտանիք էր, մի քանի հոգանոց, սաղս աշխատում ենք, papan, maman, թոր, հարս, բան։ Մի կիրակի է տուն ենք մնում, ասում ենք այդ կիրակին էլ իրար հետ անցկացնենք։ Դասի խնդիր չկա, որ դու ընտանիքով ժամանակ ես անցկացնում, բայց խնդիր կա, որ Աստված չկա քո ժամանակի մեջ։ Այսի խնդիր է թանկագինս։ Այսի շատ մեծ խնդիր է, երբ որ մարդու կյանքի մեջ, հիմա ինչա, մենք շաբաթը ապրեն ենք ամեն մեկս մեր կյանքով։ Չէ, մեր գործերով, մեր առօրյայով, մեր խնդիրներով, մեր բիզնեսով։ Բայց այսօր մենք ստեղ ենք։ Ինչի համար։ Որովհետև մեր կյանքում կա աստվածապաշտություն, հասկացողություն, աստվածապաշտություն, որոշում։ Հասկանում ես։ Դրա համար թանկագինս հենց այդ է, սատանան բերում է թերավատությունը, որ քեզի հանի այդ աստվածապաշտական հոգուց։ Ու գիտես ինչա, հենց առաջինը ինչն է ասենց բարձրացնում մարդու մեջ, հպարտությունը։ Բա դու գիտես ով ես։ Ով ես։ Փոշուց ստեղծված մարդ։
Ու Աստծո հոգին է քո մեջ, որ քեզի ինչ որ մեկն է դարձնում։ Չեն ասում 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի, 15 հոգի, որովհետև այդ հոգին է քեզ ով դարձնում։ Ամեն, որը որ մեր Տեր Աստծուց է մեր մեջ դրած։ Ամեն թանկագինես։ Հիմա 53:7-ը։ Նա ճնշվեց, չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գար, որ մորթվելու է տարվում, եւ մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։ Վաու! Հրաշալի խոսք։ Լսի։ Փաստորեն բերան չբացելը, էսի կարա Աստծուն հաճեցնի։ Թեկուզ եւ որ մորթելու, խուզելու են տանում, բերան չբացելը կարա հաղթանակ լինի։ Կարա հաղթանակ տա։ Ասում եմ, այս խոսքը կարդացի, ասում եմ, այս մունջ ոչխարը ո՞րն է, մունջ ոչխարը։ Ու մի քիչ ուսումնասիրեցի։ Թարգմանություններ եւ այլը, ու գտա շատ կարևոր նրբություն, թանկագինես։ Հիսուսը լուրջ չէր, որովհետև խոսքեր չուներ։ Հիսուսը լուրջ չէր, որովհետև ասելու բան չուներ։ Հիսուսը լուրջ չէր, որովհետև մեղավոր էր։ Հիսուսը լուր էր, շատ բան ուներ ասելու։ Այնքան ապացույցներ, այնքան արդարացի դրվագներ ուներ, ասես կտրտած քշար էր Հիսուսը։ Բայց հենց այդ է իր ուժն ու զորությունը, որ ինքը լիքը բան ուներ ասելու, ապացուցելու, բայց լուր էր։ Լուր էր։ Երբ որ երբևիցե եղել է քո կյանքի մեջ, որ քեզ մեղադրեն ինչ որ բանի համար, որի մեջ դու կապ չունես։ Այդ ժամանակ ինչ ես անում։ Արա ես չմնի։ Որս արեմ։ Էլ ոնց է անում։ Այդ շատ լավ կլինի։ Այդ շատ ուժեղ կլինի։ Եթե քո կյանքում կա էդի, որ քեզ մեղադրում են ինչի մեջ որ դու, ես իր համար ինչ որ բան եմ արել, ու իր համար լավ է եղել։ Օրինակ եմ բերում թանկագինես։ Ու ինձ մեղադրում են ինչ որ բանի մեջ, պետք չի ես ապացուցեմ, որ գիտես իր համար լավ եմ արել, եւ այլն։ Լուր եմ մնում, որովհետեւ գիտես, եթե դու ուզում ես մարդկանց հաճեցնես, մարդիկ ասեն, օ, ինչ լավ տղա է Արտուրը, ինչ բարի է, բայց դա Աստծուն չի հաճեցնի։ Բայց որ մարդը ասի, Աստված ջան, փառք ես, գոհանում եմ, որ դու Արտուրին բերեցիր իմ կյանք, որ իմ կյանքի մեջ կա Արտուրի նման մարդ։ Ես ամեն մեկիդ կարամ այդ օրինակը բերեմ, բայց իրան եմ բերեմ, ուզում եմ, որ հասկանաք ինչ եմ ասում։ Փառք ես, շնորհակալ եմ, գոհանում եմ քեզանից, որ դու իմ կյանքում կաս, բարի մարդկանցով շրջապատել ես ինձ։ Այստեղ մեկ էլ Աստված ասում է, ինչ ասում, ինչի համար է։ Վաու, Արտուր, մալացեց։ Քո շնորհիվ ես փառք ստացա։ Այսի հաճեցնել Աստծուն։ Թանկագինս, դու երբևիցե նկատել ես, որ Հիսուսը Աստծո որդի լինելով արդար, անարատ, երբևիցե դատավորի, չնայած որ ինքն է աշխարհի դատավորը, երբևիցե դատավորի աթոռին չնստեց։ Նկատել եք։ Ինչքան մեղավոր բերեցին մոտը, մեղքի վրա բռնած, մեղքը գործած, կաշառակեր եւ այլն, ու ավետարանի մեջ ինչքան դրվագներ կա, հիշում եք։ Տեսակ մեկին չագուճի։ Տեսակ մեկին ասի ճիշտ եք ասում, այդ կեղտի մեկն է դա։ Աստծո առաջ սենց բաներ արել։
բոլորին պաշտպան եղավ։ Բոլոր մեղավորներին, բոլորին պաշտպան եղավ։ Ու գիտես թանկագինս, երբ որ իմ ու քո մոտ ինչ-որ մեկի մեղադրում են, կարանք ես ու դու նմանվենք Հիսուսին։ Այսա, որ ես ու դու ուզում ենք Հիսուսին նմանվենք, ոչ թե դատելու, կտտցնելու, այլ պաշտպանելու։ Այ որ քո ցավերը, դժվարությունները, որ դու անցել ես, ու քեզի հետո այսօր սովորացրել է ոնց հավատքի քայլեր անես, հավատքի մեջ քայլես, ու ինչ որ մեկի դու այսօր կանգնում ես ու ասում ես, գիտես, իմ կյանքում sense դժվարություններ ա եղել։ Ոնց որ դու ես այսօր անցնում։ Բայց ես հավատքս չկորցրեցի, հույսս չկորցրեցի, ծոմեր պահեցի, աղոթքներ արեցի, հավատարիմ մնացի Աստծուն, շարունակեցի քայլել իր հետ ու դուրս եկա այդ ծանր վիճակից։ Գիտես, այսի նմանվում է, որ քո վերքերը ինչ որ մեկի համար բժշկություն եղան։ Այսի խոսում է նրա մասին, որ դու նմանվեցիր Հիսուս Քրիստոսին։ Գիտես, երբ որ մեղադրում են քո մոտ ինչ որ մեկի, ճիշտն են ասում, խնդիր չկա։ Ինքը տենց վատ մարդ է, վատ բաներ է արել, խոսացել, լա։ В общем, սաղ տարերով։ Խնդիր չկա, քո հետ կիսվում է։ Բայց չէ, ես ճիշտն եմ ասում, ես չեմ բամբասում, խնդիր չկա։ Մի հատ քո դիրքը դու պաշտպանն ես այդ մարդի։ Գիտես, ես մտածում եմ, որ եթե ես գայի Հիսուսի մոտ բամբասեի իմ կնգանից, ինձ կասեր արամոտ չես անում։ Անկեղծ եմ ասում։ Այդ տպավորությունն է իմ։ Դրա համար ինչի պահով կասեր ամոթ չես անում, որովհետև իր զավակից եմ խոսում, հասկանում եք։ Նաև կարար մտածել կարգին տղա ես, ինչի մասին ես խոսում։ Էս էլ կարար լինել, էլի։ Հասկանում եք։ Դրա թանկագին ես, երբ որ դու ինչ որ մեկի մասին մի բան խոսում ես, շատ կարևոր է, որ դու իմանաս, գիտես, ում մասին որ դու խոսում ես։ Դա Աստծո զավակը։ Իր այդ թերություններով, իր այդ բարդություններով, իր այդ չունենալով, ունենալով եւ այլն, իր բարդ բնավորությունով, իր ինչով որ ուզում ես ասա։ Ինքը Աստծո զավակը։ Ու դու Աստծո զավակից ես խոսում։ Ասե Աստված ասում է իմ զավակը աշկի բիբից է։ Այս կարևորությունն է։ Վաու։ Այսի, երբ որ դու ֆրացնում ես քո ուղեղի մեջ, էսիա կոչվում իմաստություն, թանկագինս։ Էսիա կոչվում իմաստություն, որ դու բերանդ փակում ես։ Էսիա կոչվում իմաստություն, որ ինչ որ մեկի բերանը բաց է ինչ որ մեկի վրա, դու կանգնում ես այդ թույլի կողքը ու ասում ես իր սխալների մեջ թող Աստված հասնի իրան։ Արի լսի աղոթենք իրար հետ, թող ինքը հասկանա, որ այդպես չի կարելի։ Արի աղոթենք իրար հետ, թող Աստված բացի իր մտքը, Սուրբ Հոգին հիմա էթա թանկագինես։ Այ քնելուց առաջ աղոթում եք, չեք աղոթում, Աստված գիրք եք կարդում, չեք կարդում, Աստված գիտի ձեր խնդիր չկա, բայց մի բան եմ խորհուրդ տալի։ Մի հատ այսպես մատներ դրեք, մի 5 րոպե մտածեք, նոր քնեք։ Հիմա չէ, չքնես էլ։ Հիմա չէ։ Քնելուց առաջ գիշեր է որ։ Թանկս, քեզ շատ եմ սիրում։ Մերսի։ Մի հատ մտածեք։ Համոզված եմ Սուրբ Հոգին գա այդ խոսը։ Եթե երրորդ օրը չեկավ, արի ասա հույվ։ Երրորդ օրն է քնելուց առաջ։ Ու Սուրբ Հոգին բարի ասում, ես քեզ ուրիշ բան կասեմ։ Լավ։
Թանկագիներս, շատ եմ սիրում ձեզ։ Աչ մատով, աչով, հա։ Հալելույա։ Հալելույա։ Հիսուսը թանկագիներս իր լռությունը ինչ էր նշանակում։ Իր լռությունը ինչ էր նշանակում։ Իր լռությունը նշանակում էր, որ ինքը վրեժ խնդիր չելավ, ինքը մարդկայինորեն չպատասխանեց, մարդկայինորեն չնայեց այդ դրությանը, ու ինքը վստահ էր, որ ճշմարտությունը կարիք չունի պաշտպանության կամ էլ ապացույցների։ Ամեն։ Դրա համար թանկագինս, երբ որ այտենց պարագաների մեջ ես լինում, քո լռությունը չի նշանակելու, որ դու չէիր կարա ապացուցեիր արդարությունը, դու չէիր կարա պաշտպանել քո ճշմարիտ լինելը։ Անկեղծ եմ ասում, իմ կյանքում այտենց պարագաներ շատ են եղել ու լինում են մինչև այսօր։ Բայց գիտես, ես մի հատ սրտիս մեջ մի հատ իրականություն ունեմ, որ պահել եմ ու որոշումով։ Աստված գիտի իմ սիրտը ու գիտի ես ով եմ։ Էսի ամենակարևորն է։ Ու գիտես, հետո ժամանակ եղել է, մարդիկ էլ են իմացել ճիշտը ու իրականությունը ու ճշմարտությունը։ Ու թանկագինս, երբ որ դու լռում ես, երբ որ պետք է պատասխանես, ասես, դնես տեղը, նստացնես, հաստատես եւ այլն եւ այլն, երբ որ դու լռում ես, դա զորության լռությունն է։ Դու լռում ես, որովհետեւ դու կարաս ասես, բայց որովհետեւ ճշմարտությունը քո տերն է, ինքը քո մեջ է ապրում, դրա համար ես դու լռում։ Ամեն։ Այսի ուժը ու զորությունը։ Այսի է ուժը ու զորությունը։ Հալելույա։ Հալելույա։ Դրա համար թանկագինս, երբեմն, երբ որ դու ուզում ես Հիսուսին նմանվես, քեզի մի հատ ձև եմ տալի։ Մունջ ոչխար։ Մունջ ոչխարի, որ նմանվես, դու նման ես Հիսուսին։ Որովհետև Եսայի մարգարեն Հիսուսին նմանացրեց մունջ ոչխարի, եթե դու ուզում ես Հիսուսին նմանվես, մի պատկերացրու թագով փառած թագավոր գահին նստած ուզում ես իրա նման լինես։ Հələ պատկերացրա այդ մունջ ոչխարին, այս քարոզի անունը լավ կլիներ դնենք մունջ ոչխար, չէ՞։ Հա, այդպես կգրեք անը։ Ավելի լավ է պատկերացնես, քեզ դնես մունջ ոչխարի տեղ ու գիտես դու շատ ճիշտ կլինես, ճշմարիտ կլինես, ճշմարտության մեջ կլինես ու Աստծուն հաճելի կլինես ու քո ժամանակն չես վատնի անիմաստ տեղերը։ Դու կապրես քո կյանքը ու օգուտների մեջ։ Ամեն։ Ու շահումներ կունենաս միշտ։ Թանկագիններս, մի հատ դրվագ եմ ուզում կարդամ ու սրանով ավարտեմ մեր ծառայությունը։ Մատթեոսի 28-րդ գլուխ 17-րդ խոսքից։ Հիսուսի վերջի խոսքերն են համբարձումից առաջ, պատգամ կոչը, հանձնարարությունը, Մատթեոս 28:17։ Երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։ Երբ Հիսուսին տեսան, երկրպագություն։ Հիմա թանկագիներս, մենք մեր շրջապատի մեջ, այս եկեղեցու մեջ, Բորդոյի մեջ, ամենտեղ մարդիկ տարբեր են։ Երբ որ Հիսուսին տենում են, ոմանք երկրպագում են, ոմանք էլ երկմտում են։ Հիմա այսօր իմ խոսքերին շատերը կարան ընդունեն, շատերը կարան ասեն, այս ինչ էր որ անցնի։ Վաղը ինչ որ մեկը լսի, կարա ընդունի, կարա ասես ինչ էր անցնի։ Ես մունջ ոչխար չեմ։ Լսի, ես կերազեմ ու նպատակ կդնեմ իմ կյանքի մեջ,
որ լինեմ մունջ ոչխար։ Ու տեսեք Հիսուսի աշակերտների մասին այստեղ խոսում։ Հիսուսը երևաց իր աշակերտներին, շատերը ասում են, ոմանք երկրպագեցին, ոմանք աշակերտներից երկմտեցին։ 18-րդ խոսքը Հիսուսը մոտեցավ նրանց, խոսեց նրանց հետ ու ասաց. Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Տեսեք, ինքը վերջն է։ Ինքը վերջն է, հարությունից հետո հաղթանակը ձեռն է։ Այն որ աշխարհը գրավել է ու եկել է, որ ես եմ, որ եմ։ Տեսեք իր խոնարհությունը։ Իր խոնարհությունը, այդ իշխանությունը, թանկագիներս Հիսուսը, որ ուներ, ինքը չօգտագործեց, որ սաղը չոքեքը մի հատ պրիզնատեք է կնձի։ Հասկանում եք։ Էլի մունջ ոչխարի է իշասնում։ Այսինքն հաճեցնում է Աստծուն իր այդ թակավորական, հաղթական իշխանության չի չոքեցնում սաղին, է։ Կային մարդիկ, ովքեր որ երկմտեցին։ Խնդիր չունես։ Ոչ մեկի ապացուցելու զաստավիտը ոնց էս հայերեն ստիպելով ոչ մի բան չեմ անի։ Ձերնա գործը։ Ձերնա ընտրությունը, ձերնա որոշումը։ Երկնքում երկրի վրա ամեն իշխանությունը ինձ տրվեց։ Արդ գնացեք աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով հոր որդու Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը։ Թանկագինս, մենք ուզում ենք Հիսուսը մեր հետ լինի։ Հիսուսն էլ է ուզում մեր հետ լինի, բայց մենք իր ծրագրերից պետք է դուրս չգանք։ Գիտես, երբ որ մենք ապրում ենք մեր կյանքով, առանց Աստծո, Աստված մի կողմ մենք մեր կյանքն ունենք, ըստ է Աստծո ողորմությունն է մեզ պահում։ Բայց երբ որ մենք Աստծո հետ ենք, իր նպատակների մեջ ենք, ըստ է ուրիշ կարգավիճակ է։ Դրա համար երկու տեղում գտնվելն էլ իմ ու քո որոշումն է։ Դու կարաս ոնց ասած քո ջարմեն դու քաշես, հա, քո դժվարությունները քեզանով անցնես։ Մեկ էլ կարաս այդ նույն բանը Աստծո հետ անես։ Ու հասկանում եք, նայելով Աստվածաշնչին, այս օրինակները, որ բերեցի, Էսթերը, Հովսեփը, մնացածը, հա, Հոբը, այդքան տառապանք, աշխարհի պատմության մեջ ամենատառապած մարդը։ Ինչի տառապեց։ Նրա համար, որ ինքը շատ արդար ու աստվածահաճո մարդ է։ Դեմ ես արդարությունը որտե՞ղ է։ Աստծո։ Ամեն հայտնություն ունես թանկագինես։ Տերը օրհնի քեզ։ Դրա համար նայ, ես քեզ կոչ եմ անում, մտնես Աստծո ծրագրի մեջ։ Աստծո ծրագրի մեջ թանկագինես, դու չես կարա քո հպարտությունը։ Գիտես, անկումից առաջ ի՞նչն է գալի։ Հպարտությունը։ Տերը օրհնի իմ եկեղեցուն։ Միկոմ, իմը չի։ Ես ուզում եմ Աստծո ծրագրի մեջ լինեմ։ Ես ուզում եմ Տիրոջ նպատակի մեջ լինեմ։ Ու այդ իմ որոշումն է, իմ կյանքի ընտրությունն է։ Ես կգնամ, բոլորին կսովորացնեմ, կաղոթեմ, կմտնեմ Աստծո ծրագրի մեջ, աշակերտ կդարձնեմ։ Տիրոջը հաճելի կլինեմ։ Ու որտեղ որ պետք է, ես բերանս կփակեմ։ Ու ես մեծ հաղթանակ ու հաջողություն կլինի քո կյանքում։ Վստահ ասում եմ ու պեչատում, ոչ թե 99, 1500%-ով եմ ասում, թանկագինես, էդի կլինի քո կյանքում։ Ամեն, Փառք Հիսուսին։ Հալելույա։ Տերը օրհնի թանկագիններս։ Կարծես թե ամեն բան ասեցինք ու տեսեք Հիսուսը վերջի բանը ասեմ ու վերջացնեմ, հիշում եք սկզբից կարեկցանք բառը ասեցի, կարեկցանք, հասկանում եք ինչ է այդ բառը, հասկանում եք երեխեք, կարեկցանք, բարին ցանկանալ, երբ որ իրան ուզում եմ լավ լինի, ես էդի կարեկցանք ունեմ, բարի ցանկություն, չէ, ճիշտ եմ բացատրում էսի, կարեկցանքը, հիմա տեսեք թանկագիներս, կարեկցանք ունենալ քո կյանքի ու բնավորության մեջ որպես քրիստոնյա, այսի մենք տեսնում ենք բնավորություն Քրիստոսի մեջ,
այս կարեկցանք ունենալը, կարեկից լինելը Հիսուսի իրան պահեց բարձր, որ ինքը բոլորին մարդ։ Այսի շատ կարևոր է թանկագինս, որ երբ որ մարդը Աստծո փառքը իր վրա վերցրեց, ինքը կընկնի։ Մարդուց եկած փառքը մարդու կյանքի մեջ մարդուն խորտակում է, բայց Աստծուց եկած փառքը մարդու կյանքի մեջ, այսի շնորհք է տալի ու մարդուն բարձրացնում է։ Այսի շատ կարևոր է, որ ես ու ինչքան դու հնարավորություն ունես բարին անելու, արա ուրախությամբ ու սիրով ու կարեկից լինելով։ Ու քո համար էլ որ բարիություն անում են, դու էդի ընդունի ու գոհացի Աստծուց։ Գոհացի, շնորհակալ եմ, որ այս քույրիկը ինձի այս բարի բան արեց։ Տեր Աստված, գոհանում եմ քեզանից, որ դու իրան այտենց լավ բարի սիրտ ես տվել, որ ինքը ինձ այս բարի բանը արեց։ Հասկանում ես, էսի Աստված փառավորվում է սրա մեջ։ Հասկանում եք ինչ եմ ասում, եկեղեցի։ Ու գիտես ինչ, երբ որ քո հնարավորությունները դու կիսում ես բարեգործության մեջ Աստծո անունի փառքի համար, Աստված քո հնարավորությունները լայնացնում է։ Ու գիտես, ժլատությունը ինքը կապում է, ինքը կարկավացնում է, ինքը չորացնում է, ինքը խեղդում է, բայց առատաձեռնությունը ինքը լայնացնում է ու բարձրացնում է, լայնացնում է ու բարձրացնում է ու ավել։ Գիտեք, անկեղծ ասեմ, իմ կյանքի մեջ այտենց պահ եղել է, որ նեղված եմ եղել, որովհետև պիտի համ ծնողներիս հասնեի, համ էլ երեխեքիս։ Պատասխան անկեղծ եմ խոսում, անկեղծ ենք։ Համ ծնողներս կարիք ունեին իմ օգնության որպես որդի, համ էլ իմ երեխեքը կարիք ունեին իմ օգնության որպես հայր։ Ու գիտես, ես ոչ մեկի նժարի չդրեցի։ Ծնողս կարևոր է, երեխես կարևոր չի, կամ հակառակը երեխես կարևոր է։ Գիտես ինչ արեցի։ Գնացի մի հատ սպիտակ մեքենա ունեի, գնացի մի հատ տենց ամայի տեղ, որտեղ ծառներ էին ու գետեր, մթնշաղ, ու գոռում էի մեքենայից ռուլը ծեծելով, Աստվածիմ ինձ դռներ բացի, իմ համար բոլորը կարևոր են։ Չգանգատվեցի, Աստված ջան, ես ինչ է, ես ինչ կյանք չէ, Աստվածիմ դուր բաց, ես համ ուզում եմ ծնողիս հասնեմ, համ ուզում եմ երեխեքիս չթողեմ։ Ես ամեն տեղ եմ ուզում լինեմ քո շնորհիվ, քո հնարավորությամբ։ Ու հասկանում ես, ու Աստված դրանից հետո դռներ է բացում ու հնարավորություն։ Գիտես, կարելի ասեի, էսի ծնողը սա կարևոր է, այնի երեխես կարևոր չի, կամ հակառակը, էսի մարդկային է, բայց Քրիստոսը տեսեք ոչ միտեղ մարդկային ինչ որ բաներ խոդի չդրեց։ Ստե Աստվածային է տանկագինս կարևոր։ Աստվածին դռներ բաց։ Ամեն։ Դամար թանկագինս, քո ճիշտ որոշումը, քո ճիշտ դիրքը, քո կյանքի մեջ շնորհ ավելացնում Տիրոջ գահից ու օգուտա վերջում քեզ։ Դամար ժամանակը ծախու առեք, որ ոչ մի բան չկորցնեք։ Ամենայն օգուտները կյանքից քաղեք թանկագիներս։ Իրականում մի հատ գաղտնիք ասեմ ձեզ։ Այս հավատացյալները իրանք ամենահաջողված, օգուտ ունեցող, ամենաիմաստուն, օրհնված մարդիկ են։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Թանկագիներս, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Հալելույա, հալելույա։ Թանկագիներս, Աստծո սերը, որ դու ունես քո կյանքի մեջ, եթե քեզ չի դրդում ինչ-որ գործողությունների, որը սեր է արտահայտում, պետք է մի հատ նայես, էդի
իրական Աստծո սերն է, թե չէ։ Շատ ժամանակ կարող է մենք մտածենք Աստծո սերն է մեր մեջ ու ես նկատի չունեմ, որ դու հանկարծ բան չես անում, դու կարաս բան անես, բարի բաներ անես, մտածելով, որ դու Հիսուսին ես նմանվում, բայց էսի ոչ թե շնոր, այլ հակառակը, հպարտություն ավելացնի քո կյանքում։ Դրա համար թանկագինը շատ կարևոր է, որ դու այն կարեկցանքը, որ ունես քո կյանքի մեջ, քո գործերի, քո սրտի մեջ, շատ կարևոր է, որ դու դրան ուշադրություն դարձնես։ Դա Տիրոջ սիրուց է բխում, թե մարդկային հպարտությունից։ Որ դու քո բերանը փակում ես, դա Տիրոջ շնորհն է, դա որովհետև դու ճշմարտությունը ապացուցելու կարիք չունես, դրա համար ես փակում, թե դու թույլ ես։ Երբեք չմտածես, որ միտեղ հանուն Աստծո զիջեցիր, էդի Աստծո մոտ առանց նկատելու լինելու։ Դրա համար, եթե դու միտեղ փակում ես բերանդ, եթե միտեղ դու անում ես այնց ոնց որ Աստծո խոսքն է ասում, Աստծո շնորհքն է, Աստված էլ իրան անում հետո։ Ու ցույց է տալի քեզ, որ տես, ես տեղյակ եմ ամեն ինչից։ Ես ամեն ինչից տեղյակ եմ։ Ամեն ինչի մեջ կամ ու քո հետ եմ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Փառք ես մեր Արքա, գոհանում ենք քեզանից։ Մեծարում ենք քո սուրբ, արդար, անառատ անունը մեր Տեր Աստված։ Շնորհակալ ենք Տեր, որ քո զավակներն ենք։ Շնորհակալ ենք Տեր, որ Հիսուսը մեզ համար մեծ օրինակ եւ մեծ հնարավորություն եղավ երկրի վրա, Տեր Աստված, որ մենք կարողանանք ճանաչել ճշմարտությունը եւ ունենալ այդ ճշմարտությունը մեր կյանքերի մեջ եւ ապրել այդ ճշմարտությունով։ Փառք եւ գոհություն այս հրաշալի բարձր հսկայական շնորհքի համար, Տեր Աստված, որ դու տվել ես մեզ, նվիրել ես մեզ այդ շնորհքը, Տեր, փառք եւ գոհություն քեզ։ Սա քո շնորհիվ է, Տեր, քո շնորհիվ մենք դարձանք կատարյալ Աստծո զավակներ։ Փառք եւ գոհություն եւ շնորհակալություն քեզ։ Հալելույա, Տեր, աղոթում եմ ամեն մեկի համար, Տեր իմ Աստված, ամեն մեկի կյանքի համար, Տեր Աստված։ Ես խնդրում եմ Սուրբ Հոգի, ամեն մեկի համար խնդրում եմ Սուրբ Հոգի, որ դու խոսաս ու աշխատես ամեն մեկի հոգու հետ, ամեն մեկի սրտի հետ եւ ամեն մեկի մտքի հետ, Հիսուս Քրիստոսի անունով։ Սուրբ Հոգի, ես խնդրում եմ, որ քո կենթանի ջրերը ուղղակի լցնես ամեն մեկի կյանքի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով։ Ես խնդրում եմ, որ բացես օրհնությունները, օրհնության դռները, հրաշքները, Տեր Աստված, լցվեն ամեն մեկի կյանքում, Հայր, Հիսուսի անունով։ Հալելույա, որովհետև մենք քեզ ենք ուսացած ու քեզ ենք ապավինում, Տեր, որովհետև քեզ ենք ուսացած ու քեզ ենք ապավինում։ Դրա համար մենք սպասում ենք քեզանից մեր զորությունը, մենք սպասում ենք քեզանից մեր կարողությունը, մեր ուժը Հիսուսի անունով։ Հալելույա, ամեն։ Ամեն։ Փառք մեր Տեր Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Հալելույա, թանկագին եկեղեցի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ դու կաս եւ դու Աստծո կամքի մեջ ես։ Սրա համար ավելի շատ եմ շնորհակալ Աստծուն։ Օրհնված ես։ Ես էլ եմ շատ օրհնված։ Հրաշալի խոսքեր։ Լսի, այս խոսքը դիր կյանքիդ մեջ։ Այս խոսքը դիր սրտիդ մեջ։ Այս խոսքը դիր գործի մեջ, ու դու կտենես, լսի, քայլի Աստծո հետ, Աստված մենակ բարձրանում, քայլի իր հետ, բռնի իրանից, ու դու էլ կբարձրանաս, ամեն, Տերը օրհնի քեզ ու պահի քեզ, Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ խաղաղություն տա քեզ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Եկեք թանկագին եկեղեցի միասին ասենք. Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, մեր Հայր Աստծո սերը, մեր Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։